Ողջույն, սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում եւ հերավար կապով ես Zoom-ով հարցազրույցի եմ այս պահին հրավիրել Միացյալ Նահանգներից իմ գործընկերոջը, լրագրող Արթուր Սահակյանին։ Ողջույն Արթուր եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար հարցազրույցի հրավերս։ Ողջույն Արմենե ջան, շատ ուրախ եմ, թե տարիներ հետո թեկուզ այս ֆորմատով շփվել քեզ հետ։ Այո, եւ քանի որ առաջին մեր հարցազրույցն է եւ կարծում եմ վերջինը չի լինի Արթուր, որովհետեւ ինձ համար շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր կլինի լսել քո կարծիքը, քո տված փոխանցած տեղեկատվությունը, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում, Սփյուռքը, ինչ է շնչում մեր Սփյուռքը, ինչ տրամադրություններ են, վստահ եմ, որ դու հենց այն անձն ես, որը կարող է շատ կարեւոր եւ արդար ճշմարտացի տեղեկատվություն փոխանցել մեծ բոլորիս Հայաստանին։ Եվ ուրեմն Արթուր ջան, քանի որ ինչպես ասացի, առաջին մեր հարցազրույցն է, ես ուզում եմ գալ մի քիչ 2018-ից։ Եվ գիտես ինձ միշտ մտահոգել է հետևյալը, թե այդ ոնց եղավ, որ 2018-ին մեր ժողովուրդը Սփյուռքի, մեր հայրենակիցները, այդպես ջերմորեն ողջունեցին Նիկոլ Փաշինյանի գալուստը, ընդ որում շատ շատերին լավ գիտեմ, անգամ չէին է ճանաչում Նիկոլ Փաշինյանին, անգամ նրա ծրագրերին էին տեղյակ չէին։ Բայց շատ այսպես ակտիվ հախուռն բոլորը ներգրավվել էին այդ քարոզչության մեջ։ Facebook-յան տիրույթը լցված էր սփյուռքահայերի ակտիվ աջակցությամբ Նիկոլ Փաշինյանին, նրա թիմին, ավելին ասեմ եւ իցավ ինձ գոնե թե ես շատ ցավ եմ զգացել դրա համար, որ Սփյուռքի նաեւ մեր հայտնի դեմքերը ներգրավեցին դերասաններ, արտիստներ տարբեր ներգրավեցին երգիչներ այս գործին։ Հիմա իհարկե իրենք լռում են։ Ես շատ կուզեի, որ հիմա այս աղետներից հետո եւս խոսեին, բայց հիմա ես կուզեմ քո կարծիքը ինձ համար Արթուր շատ հետաքրքիր է։ Պատճառը ո՞րն էր այդ ակտիվ ներգրավման, հա, այդ պայմանավորված էր դա այն ժամանակվա իշխանությունների նախկին այլևս իշխանությունների քաղաքականությամբ ինչով էր պայմանավորված այդ ակտիվությունը, Արթուր, խնդրեմ լսում եմ։ Այո, իսկապես Արմենե համամիտ եմ, որ այդպես շատ մեծ ակտիվություն կար։ Իդեպ ասեմ, ես ինքս էլ եմ մասնակցել եւ ոչ միայն մասնակցել եմ, այլ նաեւ կազմակերպիչների խումբ կար, այդ խմբի մեջ եմ եղել, շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել Չգիտեի։ եւ այդ զանգվածային այդ ցույցերը հետո եղան։ Սկզբից ասենք շատ քիչ մարդիկ էին, երևի 10, 20, 30, 40, 50 եւ այլն, բայց մեր խնդիրը բնականաբար այդ մարդկանց, ես որ ասում եմ մեր, նկատի ունեմ ոչ միայն ինձ, մեր ընկերներին, այլ նաեւ ընդհանրապես մեր համայնքին եւ աշխարհի բոլոր համայնքներում տեսակ նույն բանը եղավ տարբեր երկրներում, բայց մարդիկ եւ ճիշտ նկատեցիք, որ ծանոթ չէին Նիկոլ Փաշինյանի ուրեմն գաղափարներին, մի բան էլ ասեմ, այդ այսպես կոչված հեղափոխությունից 1 տարի առաջ մոտավորապես Նիկոլ Փաշինյանը այստեղ էր Ալեն Սիմոնյանի հետ, հանդիպում եղավ ուրեմն համայնքի բնակիչների հետ, մոտավորապես 20 մարդ էր եղել, ես ինքս էլ գնացի որպես գոլեգա, 20 մարդ էր եկել ընդհանրապես, այսինքն որ ասես որ Նիկոլ Փաշինյանի համար էր այդ ամեն ինչը սխալ է։ Իրականում մարդիկ ոչ թե գնում էին որ Նիկոլ Փաշինյանին դնեն պաշտոնի վարչապետ նշանակեն, այլ գնում էին որովհետև ուզում էին ունենալ ավելի լավ երկիր։ Բոլորն ուզում էին որպեսզի կոռուպցիա չլինի, կաշառակերություն չլինի, փողոցներում ջիպեր չքշեն, չգիտեմ, հովանավորչություն չլինի, ի վերջո երկիրը ավելի լավը դառնա։ Սա էր խնդիրը։ Եվ նաև դա բորբոքվեց այդ ուրեմն հանգամանքը այն բանից հետո, երբ որ Սերժ Սարգսյանը ըստ էության խաբեց ժողովրդին, ասելով որ 4-րդ անգամ չի ընտրվել, 3-րդ անգամ չի ընտրվելու, բայց նորից ուրեմն Կարեն Կարապետյանի դեմքով գնաց ընտրությունների, բայց վերջում նորից ինքը մնաց իշխանության, բնականաբար մարդկանց մեջ կար դժգոհություն, այդ թվում նաև Հայաստանի բնակչության համար։ Այն, որ այդքան մարդ դուրս եկավ փողոց, նախկին իշխանությունները պետք է մեղադրեն հենց իրենց, ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ Նիկոլ Փաշինյանի ուրեմն թիկունքին կանգնած օտար ուժերին, թեև նրանք շատ մեծ դեր են ունեցել, իհարկե դրա մասին հուսով եմ կխոսենք, այո, բայց ամեն դեպքում այնպիսի իրավիճակ էին ստեղծել նախկին իշխանությունները, որ ժողովուրդը ուղղակի զզված դուրս էր եկել փողոց եւ պահանջում էին փոփոխություն։ Այդ իրավիճակը ստեղծել էին նախկին իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը
իմ կարծիքով այդ հեղափոխությունը կոչված է այսպես մի շոու էր, որը սարքեցին իրեն բերելու իշխանության, միգուցե չհամաձայնվեք, բայց իմ տպավորությունն այդ էր եւ ես դա հասկացա ընդամենը 1 ամիս անց այդ հեղափոխություն կոչվածից հետո եւ այդ 1 ամիս անցից սկսած ես սկսել եմ բարձրաձայնել ինքս այդ մասին եւ այս տարիների ընթացքում հանդիպել եմ այսպես ասած մոլի նիկոլականների հակադրությանը ամեն դեպքում ժողովուրդը խաբվեցին ժողովրդին, կարելի ասել այդ շոուով Նիկոլ Փաշինյանը խոստացավ, մարդիկ մեծ հույսեր ունեցան, բայց հուսախաբ եղան եւ հիմա այդպես այդ հերթով մենք քաղում ենք պտուղները Հայաստանը գնում է դեպի թրքացման, սա այն էր ինչի համար Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, բայց ուզում եմ շեշտել, որ ոչ ոք դուրս չէր եկել փողոց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ոչ, դա նպատակ չէր կարող լինել։ Բոլորը դուրս էին եկել փողոց, որ Հայաստան լինի ավելի լավը, բայց իրականում մենք բերեցինք իշխանության մի մարդու, որը հանձնեց հայրենիքը եւ շարունակում է թուրքական ծրագիրը, որը հարյուրավոր տարիներ պես հետապնդվել է, բայց չի իրականացել, ինքը շատ ավելի լավ իրականացնում է։ Արթուր, ինչ կարծիք ես, մենք 2018-ին կարող ենք վստահաբար ասել, որ ունեցանք Հայաստանում գունավոր հեղափոխություն, հա, երկի բարի էր անվանել, թե Թավիշ անվանել, Թավշյա հեղափոխություն, հա, այդպես էր ասվում։ Մենք վստահաբար կարող ենք հիմա ասել, որ ուղղակիորեն արտաքին ուժերի ներազդեցությամբ եւ այո նա պատրաստվել է անգամ հիմա նույնիսկ մարդիկ կան որոնք փաստեր են բերում թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը դու ասում ես 1 տարի առաջ բայց ես կասեմ ավելի վաղ նաեւ իրեն տեսնող են եղել որոշ պետություններում ինչպես է նա մարզվում անգամ այդպես այդ վիճակներում գտնվող մարդիկ են նաեւ տեսել իրեն եւ պատրաստված է նաեւ C# հայտնի այդ տեխնոլոգիաներով եւ մենք տեսանք եւ վերլուծում ենք այս տարիների ընթացքում Արթուր համոզվում ենք որ գրեթե բոլոր այդ 100 քանի այդ տեխնոլոգիաները, քաղ տեխնոլոգիաները Փաշինյանը կարողացել է իրականացնել Հայաստանում, լվանալով մարդկանց ուղեղները։ Հիմա ով բերեց Նիկոլ Փաշինյանին, հա, այս ձևակերպումը այս հարցը շատ է հնչում, նախկին իշխանությունները վրդովում են, նեղանում են, ասում են այդ հարց ինչ իմաստ ունի այդ հարցը տալու, բայց այնքանով դա իմաստ ունի, որ մենք պետք է հասկանանք այս ամբողջ գործընթացի թիկունքում իրականում ինչ ուժեր են կանգնած, Արթուր, քեզ օրինակ այդ հարցը չի հետաքրքրում, ով բերեց ի վերջո Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե հետաքրքրում է եւ ես ունեմ իմ պատասխանը, այսպես ասենք, այս 8 տարիների ընթացքում փորձել եմ հասկանալ արդյոք իհարկե ճիշտ նշեցիք, որ գունավոր հեղափոխության բոլոր տեխնոլոգիաները իրենք յուրացրել էին, ունեին այդ գունավոր տեխնոլոգիաների փորձառություն ունեցող կենտրոնների աջակցությունը եւ ունեին այն ցանցերի աջակցությունը, որոնք իրականացնում են գունավոր հեղափոխություն։ Ես նկատում եմ սորոսական կառույցները, դա մի ահռելի ցանց է սորոսական կառույցները, որոնք մասնագիտացած են։ Ես վերջերս ուրեմն հետևում էի մի այդպես վերլուծականի, որը խոսում էր գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաների մասին։ Այնտեղ խոսք է գնում Եթե հիմա նույնը փորձում են անել Միացյալ Նահանգներում միջայլոց այդ նույն գունավոր հեղափոխությունը ընդդեմ Թրամփի փորձում են անել Միացյալ Նահանգներում նույն սորոսական եւ միայն Սորոսը չի, Սորոսը թևերից մեկն է, այնտեղ կան մի շարք նաև չինական միջամտություն կա եւ այլն, այս կառույցները ինչ են ասում, որ եթե հնարավոր լինի որևիցե հասարակության մեջ, ուրեմն 3.5%-ին ոտքի հանել, բայց այդ 3.5%-ը, օրինակ Հայաստանում դա 100,000 է մոտարապես, Միացյալ Նահանգներում 10 միլիոն եւ այլն, մի քիչ ավել 11 միլիոն։ Եթե այդքան մարդ կարողանան ոտքի հանել, ուրեմն գունավոր հեղափոխությունը կստացվի, բայց այդ մարդիկ պետք է լինեն կազմակերպված, պատրաստ, արդեն տրեյնինգները անցած եւ այլն։ Հայաստանում դա կար, մոտարապես 100,000 դուրս եկավ փողոց, տեսանք մենք, այնտեղ էին բոլոր այդ այսպես տրեյնինգ անցած կառույցի ներկայացուցիչները, սորոսական կառույցները եւ մինչեւ հիմա էլ աջակցում են ներկայիշխանությանը։ Բայց ցանկացած երկրում հնարավոր չէ միայն այդ կառույցների միջոցով անել հեղափոխություն, որովհետև այնտեղ պետք է նաև ինչ այսպես ասեմ իշխանության ներսից աջակցություն, իսկ իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, կարող եք չհամաձայնվել, այդ աջակցությունը կար Նիկոլ Փաշինյանին եւ այդ աջակցությունը շատ վաղուց էր ուրեմն պլանավորված այն պահից, երբ որ Նիկոլ Փաշինյանին ամնիստիայի ենթարկեցին եւ Բերդից հանեցին ու տարան ազգային ժողով։
Լավ հիշում ենք Սերժ Սարգսյանի օրոք, նույնիսկ քաղաքապետարանի հավաքարարը առանց Դաբրոյի չէր նշանակվում, բայց Նիկոլ Փաշինյանը բերդից ուրեմն նախ ամնիստիա, հետո ամնիստիայից էլ մի քիչ էլ շուտ հանեցին, հետո դարձավ ուրեմն ազգային ժողովի падգամավոր, ընդ որում ես այդ տարի ընտրություններին Հայաստանում էի 17 թվականին, առաջին անգամ բողոքի հանրահավաքներ տեղի չունեցան Հայաստանում։ Սովորաբար ընտրությունների հաջորդ օրը օպերայի հրապարակում հավաքներ են լինում։ Այդ տարի առաջին անգամ ես տեսա, որ որևիցե բողոքի ակցիա չեղավ, որտեղ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանն էր։ Այսինքն այդ հանգամանքները կային։ Միգուցե Հայաստանի նախկին իշխանությունները իրենց հաշվարկների մեջ սխալվեցին, չէին սպասում, որ կարող է կոպիտ ասեմ Նիկոլ Փաշինյանը իրենց գցել, բայց որ իրենց աջակցությունը կար, եւ մենք այստեղ էլ զգացինք։ Դες ինչպես ասում եմ, այդ ցույցերի առաջին օրերին 10-20 մաքսիմում որ հավաքվել է 200 հոգի մարդ է հավաքվել, մարդիկ խուսափում են, ճիշտ այնպես ինչպես հիմա են խուսափում։ Հիմա օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի վատ բան է անում եւ մենք այստեղ փորձում ենք ժողովրդին ոտքի հանել, էլի չկա մարդկանց այդպես անտարբեր չեն, բայց իրենք չեն հավատում։ Չեն կարծում, որ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել։ Նույնը այն ժամանակ էր։ Հետո միանգամից հիշում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանը հասավ Երևան, մտան, չէ, այդպես խմբեր, տարբեր եւ այլն, նույնիսկ պետական հաստատություններ, այնտեղ տարբեր կառույցներ։ Նույնը տեղի ունեցավ այստեղ։ Ուրեմն ես ինքս էի վարում այդ հանրահավաքները, ուրեմն ինչ նկատեցի, որ մեկ օրում այդ ամենաշատը 200 հոգին դարձավ 30,000 հոգի։ Այդպիսի հանրահավաք տեղ ունեցավ Գլենդելում։ Ամբողջ փողոցները փակ էին։ Ու մարդիկ էին մոտենում աջակցում, որ ես ակնհայտ գիտեի, որ այս մարդիկ, ասենք, նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են։ Բերում էին ինչ-որ, ասենք, տեխնիկական միջոցներ էին տալիս, մենք սովորաբար ասում ենք, ես ինչին շնորհակալություն, ասում են իմ անունը չտաս։ Այսինքն զգացվում է, որ իշխանության մատը խառն է կոպիտ ասած այս ամեն ինչին։ Եվ մենք հետո հասկացանք, որ սա ընդհանրապես քաղաքական, այսպես շոու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին բերեն իշխանության, միգուցե այդ փուչի կպայթեցնեն, միգուցե նախկին իշխանությունների ուրեմն հաշվարկն այն էր, որ Նիկոլին կբերենք, Արցախի հարցը կլուծվի եւ հետո նորից իշխանությունը հետ կվերցնենք, իմ տպավորությունն եմ ասում։ Բայց չգիտեին, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ Արցախն է հանձնելու եւ հետո նստելու է իր ուրեմն թուրքական գծի վրա հերթով իրականացնի թուրքական պլանը։ Ես երբ հասկացա դա, երբ որ ուրեմն 1 ամիս անց որ ասում եմ, երբ որ առաջին լուրը ստացվեց, որ ուրեմն Ցեղասպանության թանգարան ինստիտուտի, դա հունիս ամիսն էր, մայիսին Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հունիսին իմացանք, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի պատի վրայից այդ գրված էր, չէ, ճանաչում ենք եւ դատապարտ հիշում ենք եւ դատապարտում։ Այո, դատապարտումը հանել էին, ուղղակի հիշում ենք։ Այդտեղ հասկացա, որ ես ինչ մեծ փորձանք բերեցինք մեր երկրի գլխին։ Դա արդեն 2019-ին էր, Արթուր, այսինքն Չէ, 18-ին արդեն այդպիսի բաներ կան, ես հիշում եմ, ես եկա Հայաստան, ուրեմն արդեն այդ թրքամետության դրսևորումները ինչ որ առումով նկատվեցին։ Հետո 19-ին ուրիշ բան տեսանք, որ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը հանվեց բարձրագույն ուսումնական հաստատությունների պարտադիր առարկաների ցանկից ու մեծ բանավեճ սկսեց, իրենք ասում են ինչի պիտի այստեղ էլ էր մեծ բանավեճ գնում։ Մի խոսքով քայլ առ քայլ, իսկ գագաթնակետը եղավ այն, որ 20 թվականի պատերազմներ, թե ինչ տեղի ունեցավ, այդ ժամանակ արդեն կարծես թե կասկած չէր հարուցում, որ այս մարդը պարզապես սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Արթուր, ես ուզում հասկանալ հիմա տրամադրությունները ինչ չափով են փոխվել, հա, Սփյուռքում, տես ես այս ընթացքում բազմաթիվ մարդկանց հետ որ խոսում եմ, նրանք ովքեր անկեղծորեն այ քո նման ասում են, որ եղել են, հավատացել եմ, կանգնել եմ կողքին, պաշտպանել եմ, հիմա ասում եմ, այն ձեռքս կտրվի, որով ես քվեարկեցի հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Իդեպ ես հիմա պետքա նաև հրապարակավ ասեմ, որ երևի քիչ թվով լրագրողներից եղել եմ ես, որ առաջին օրից Արտուր դեմ եմ եղել, հավանաբար ճանաչելով։ Ես եւ իմ մի քանի ընկերները ուղղակի արցունքներս աչքերներիս ասում էինք ժողովուրդ ջան, մի հավատացեք, ինքս էլ վստահ ու համոզված եմ եղել, որ այն քաղաքականությունը, որ
վարելու է Նիկոլ Փաշինյանը, գալու է Արցախը հանձնելու։ Անկամ առաջին օրերի հենց այդ շրջանում մայիսից արդեն ես հարցազրույցներ ունեմ, որտեղ հենց այդ հարցերը քննարկում եմ հենց հանրապետականների հետ եւ իրենց մոտ էլ կար արդեն այդ մտավախությունը, որ Փաշինյանը մտնում է այդ խաղերի մեջ։ Եվ հիմա ես ուզում եմ հասկանալ այդ հիմա ինչ տրամադրություններ են, ինչպես է մտածում այսօր մեզ Սփյուռքը, դու մասամբ ասացիր, այդ փոփոխությունը եթե կա, ուրեմն այդ փոփոխությունը ի վնաս էլի Փաշինյանի դրսևորվեց պատերազմից անմիջապես հետո, երբ արդեն գիտակցվեց, որ պարտության պատերազմի տարավ մեզ, թե Արցախի ամբողջական հայաթափումից հետո ամբողջությամբ Սփյուռքը արդեն փոխեց իր տրամադրությունները։ Այդ փոփոխությունը այս շարունակական գործընթաց էր, մարդիկ հերթով հասկանում էին, բայց գագաթնակետը կարելի ասել դա պատերազմն էր, երբ որ պարզ դարձավ, թե այդ իշխանությունը ինչի է ընդունակ, դա այսպես շոկային ցնցում էր, այսպես ասենք մեր հասարակության համար, շատերը ուշքի եկան, հասկացան, թե ինչ է կատարվում, եւ այսպես շարունակական process է գնում։ Արցախի հայաթափումից հետո, բայց գիտեք ինչ կա, էլի այն նույն իրավիճակն է հիշեցնում, ինչ որ մինչև այդ հեղափոխությունը, երբ որ մարդիկ դժգոհ էին, բայց ոչ բոլորն էին ուզում օրինակ պայքարել դրա համար։ Էլի կա մի փոքրիկ, այսպես ասանք, զանգված, որը ակտիվ պայքարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ այստեղ, կա մեծամասնություն, որը ուղղակի լուռ է կամ հիասթափված է կամ հանձնվել է, այսպես ասենք, ասելու եմ միևնույն է, մեկ անգամ դուրս եկանք, ունեցանք Նիկոլ Փաշինյան, հիմա երկրորդ անգամ բողոքելը անիմաստ է, ոչինչ չի փոխվելու, այդ մտածողությունը կա եւ այդ մտածողության վրա աշխատում են այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից եւ մյուս կողմից կա, այսպես ասենք, սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով անընդհատ այսպես նախկիններ, թալան, մալան, այս թեման դեռ շարունակում են այստեղ, կան, ասենք, հայկական լրատվամիջոցներ, որոնց 90%-ը նիկոլական ալիքներ են, այսպես նիկոլական պրոպագանդա են անում, շատ քիչ ուրեմն ճիշտ այսպես չեմ ասում հականիկոլ, բայց գոնե ասենք օբյեկտիվ վերլուծություն արողներ կան այստեղ եւ դա իր հերթին նաեւ ազդում է մարդկանց մտածողության վրա, բայց ամեն դեպքում իրավիճակը կարող եմ ասել նույնն է ինչ որ Հայաստանում, էլի պայքարողների խումբը կա մշտական, կա մի այսպես առաջին տպավորությամբ անտարբեր հասարակություն, բայց իրականում այդ հասարակությունը անտարբեր չի, ուղղակի չի հավատում, եթե հավատ կարողանան այսօր քաղաքական ուժերը ներշնչել ժողովրդին դուրս է գալու փողոց դուրս գալ պետք չի, պետք է գնալ ընտրել, օրինակ հիմա ընդամենը 3 ամսից մի հատ քայլ կարող են անել, որ ռիսկային որևիցե բան չի պարունակում, օրինակ հանրահավաքին մասնակցելը սպառնում է բանտարկությամբ, չէ՞, մարդիկ վախենում են դուրս գան, կարող իրենց ձերբակալեն, իրենց բիզնեսին վնասեն, բայց ընտրություններին հանգիստ կարող են դուրս գալ։ Հիմա ուղղակի պետք է հավատ ներշնչի մեր ընդդիմությունը, որ ու նաև դռնեդուռ ընկած բոլորի դռները մի քանի անգամ ծեծի, իրենց հետ խոսա, բացատրի, թե ինչքանով է վտանգավոր Նիկոլ Փաշինյանի մնալը։ Դա ուրեմն Հայաստանի վերջնական կործանման վերջին փուլն է լինելու, եթե նորից ընտրեցիք Նիկոլ Փաշինյան, եթե կարողանան համոզել ժողովրդին, միանշանակ այդ փոփոխությունը լինելու է։ Նույնն է այստեղ, իհարկե մենք ընտրությունների չենք մասնակցում, բայց մարդիկ, ովքեր որ կոնկրետ ավելի ակտիվ չեն մասնակցում հայրենիքի ազգային հարցերին, այսպես ասենք, որովհետև չեն հավատում։ Չեն հավատում ու կարծում են, իրավիճակը Հայաստանի հետ, վստահության պակաս կա։ Մենք դեռ կխոսենք ընտրությունների հետ կապված, Արթուր, ես ուզում եմ հիմա մի անցում անենք դեպի եկեղեցի, որը բոլորիս համար շատ կարևոր խնդիր է, ամեն ինչին հարվածում է Նիկոլ Փաշինյանը, ամեն սրբության, ամեն ազգային արժեքի, ինքնության հենասյունի, լավ հիշեցրեցիր նաև այդ թուրքական, չափորոշիչները, պիտի որ հիշեք 2019-ին հենց այդ թուրքական ադրբեջանանպաստ չափորոշիչները մտան նաև հայաստանյան դպրոցներ, այսօր մենք դասագրքերում լուրջ խնդիրներ ունենք, այդ մասին ժամանակին բարձրացրեց մեր շատ սիրելի պատմաբանը Արտակ Մովսիսյանը, ով ուղղակի զոհվեց, ես զոհվել անունն եմ տալիս, կորոնավիրուսին չդիմացավ, ես չգիտեմ ինչ պայմաններում, գուցե ժամանակը կգա այդ բոլորը ջրի երես դուրս կգա, Արտակը բացահայտեց։ Ես մի ռեպլիկ անեմ, շատ հետաքրքիր մարդիկ, շատ կարևոր անձինք այդ կորոնավիրուսին չդիմացան։
Այո, չդիմացան։ Այստեղ էլ ոչ միայն հայերի մասին եմ ասում, նաև գլոբալ առումով մարդիկ, որոնք շատ մեծ կարևոր խոսք ունեին, հետո պարզվեց, որ կորոնավիրուսը հենց իրենց վրա ազդեց։ Ամեն դեպքում չեմ ուզում շատ խորանամ, Հա, բայց չմեղադրեն, Գուրգեն այսպես ասենք, Եղիազարյանին կոնսպիրացիոն, հիշեցիք այո, այս պահին այո, նաև, գուցե, հա, նաև։ ես վստահ եմ, որ կգա մի պահ, երբ որ շատ բաներ ջրի երես դուրս կգան, որովհետև չի կարելի, հնարավոր չի Արնե ջան, արդեն դուրս են գալիս, փաստերը փակել, հենց այո, հիմա արդեն դուրս են գալիս, որ կորոնավիրուսը ըստ էության մարդու կողմից ստեղծած հատուկ, այսպես այո, ասենք, բիոլոգիական զենք էր, որը այո, օգտագործվեց հատուկ նպատակներով։ Այսօր Թրամփի ադմինիստրացիայում կան մարդիկ, որոնք զբաղվում են դրանով, եւ շատ մեծ հույս ունեմ, որ լինելու են բացահայտումներ, լինելու են մարդիկ, որոնք այդ հանցագործության համար պատասխան են տալու։ շատ լավ, հետաքրքիր այսպես անցում արեցինք, բայց դառնանք եկեղեցու խնդրին, ամենակարևոր հարցն է մեզ համար հիմա։ Ես ուզում եմ հետևյալ հարցը տալ, Արտուր, մեր Սփյուռքում մեր հայրենակիցները գիտակցում են, որ այս արշավը, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը, սրա թիկունքում ուղղակի կանգնած են օտար երկրներ, ուժային կենտրոններ, հենց ուղղակի հարևան թշնամական երկու պետություններ, Ադրբեջան, Թուրքիա։ Փաշազադեի հայտարարությունը, հա, հիշենք, ասում էր եկեղեցին, Հայաստանի եկեղեցին վտանգում է տարածաշրջանի խաղաղությանը եւ դրանից ընդամենը 2 օր անց Նիկոլ Փաշինյանը սկսեց իր խայտարակ այս հակաեկեղեցական արշավը։ Իհարկե 2018-ին էլ նա արդեն մտել էր այդ արշավով նոր Հայաստան, նոր Հայրապետ կոչված այդ խայտարակ պայքարը, դրոշ էին բարձրացրել մի քանի մարդիկ, ովքեր հենց Նիկոլ Փաշինյանի կողմից էին ուղղորդվում։ Հիմա ուզում եմ հասկանալ, Սփյուռքում սա ոնց են ընկալում են, թե Նիկոլ Փաշինյանը բարենորոգումներ է անում եկեղեցում այսպես կոչված, ինչի մասին նա հայտարարել է, վարկաբեկում է կաթողիկոսին, ոնց են ընկալում, հա, այս ամբողջը, մեղադրում են կաթողիկոսին, իսկապես գտնում են, որ բարեփոխում պետք է լինի փաշինյանական տարբերակով, թե իրապես գիտակցում են, որ սա հարված է մեր ինքնության հենասյանը եւ սա ուղղակի օտար պետությունների օրակարգն է իրականացնում Նիկոլ Փաշինյանը։ Նույնը կարող եմ ասել, որ ինչ որ Հայաստանում է տեղի ունենում, կա, այսպես ասենք, մի զանգված, որը անտարբեր չէ ազգային խնդիրների նկատմամբ, ազգային հարցերի նկատմամբ, թե այն ինչ որ կատարվում է Հայաստանի հետ, նրանք իհարկե շատ քաջ գիտակցում են եւ հասկանում են, թե այսպես կոչված այդ բարեփոխման օրակարգը ուր է տանում, ում կողմից է թելադրված եւ ում է ձեռնտու։ Դրա համար այդ մարդիկ այսօր այստեղ էլ պայքարում են եւ դուրս են եկել փողոց, իրենց ձայն են բարձրացնում, տարբեր ակցիաներ են անում, խոսում են եւ այլն։ Կա մի զանգված, որը ծառայում է հակառակ բևեռին, երևի վճարվում են, ֆինանսավորում են դրա համար, փորձում են ամեն կերպ արդարացնել Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, ազգակործան եւ եկեղեցակործան գործողությունը, բայց կա գերակշռող մեծամասնություն մի զանգված, որը անտարբեր է։ Այսինքն անտարբեր ասվածը մի քիչ լավ չի հնչում։ Դրանց մեծ մասը անտեղյակ է նախ, թե իրականում ինչ է կատարվում, իրանք չգիտեն ինչի մասին է կռիվը։ Նույնիսկ եկեղեցի գնացողները, որ ամեն կիրակի պատարագ են գնում, մենք վերջերս այստեղ ակցիաներ էինք անցկացնում Հովնան Տերտերյանի պահվածքի հետ կապված, մարդիկ դուրս էին գալիս, տեղյակ չէին, թե ինչի մասին է այդ ամեն ինչը, ինչի ենք մենք բողոքում, օրինակ Հովնան arczepiskopos Տերտերյանի դեմ, կամ ինչի ենք մենք ասում, որ մենք աջակցում ենք մեր եկեղեցին, իսկ պարզ է, որ ինչի պիտի ասենք դրա մասին, մենք բոլորս աջակցում ենք։ Այսինքն այդքան խորը տեղյակ չէին, որովհետև դարձյալ, ուրեմն տեղեկության պակաս կար եւ նաեւ հակակարողության պակաս կար։ Ցավոք սրտի այսօր քարոզչության դաշտում, որը շատ կարեւոր է, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը իր թիկունքում կանգնած տերերը, ուրեմն հոգեբանական պատերազմ են հայտարարել հայ ժողովրդին եւ իրենք հաղթում են այդ պատերազմում, որտեղ իրենք ունեն ռեսուրսներ, ունեն ֆինանսներ, ունեն լրատվամիջոցներ, ունեն այդ ֆեյքերի ուրեմն բազաներ եւ իրենք ժամանակակից տեխնոլոգիաներին շատ ավելի լավ են տիրապետում, որովհետեւ ասենք, չգիտեմ, գտնվում են Հայաստանից դուրս, օրինակ Թուրքիայում կամ Ադրբեջանում։ Այդ պատերազմում Նիկոլ Փաշինյանը լիքը դաշնակիցներ ունի, մենք մենակ ենք, հայ ժողովուրդը, ընդ որում մենակ ենք, բայց մի մասն տեղյակ չէ, թե ինչ է կատարվում։ Այսինքն կարող եմ ասել նույնն է ինչ որ
Հայաստանում, տեսեք, էլի նույն մարդիկ են աջակցում եկեղեցին, թեև դա չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը դեմ է եկեղեցուն։ Ովքեր որ դեմ են Գարեգին II կաթողիկոսին, նրանք միշտ են դեմ եղել, իսկ ովքեր որ կողմ են։ Այսինքն պարզապես չգիտեն, թե ինչ է կատարվում եւ ինչ պետք է անեն։ Դրա համար այդ իրազեկման ակցիաները շատ էական են եւ ես ձեզ ասեմ, որ այդ ակցիաները իրենց արդյունքը տվեցին։ Գիտեք, մեր թեմի առաջնորդը մեղմ ասած տարօրինակ էր պահում իրեն վերջին մի քանի ամիսների ընթացքում ստորագրելուց, բայց ես կասեի շատ ավելի վաղ Արցախի հանձնումից հետո ինքը, այսպես ասենք, տեղավորվել էր նիկոլական դաշտում եւ դա ակնհայտ երևում էր, քանի որ շատ հաճախ քարոզների մեջ, գիտեք, նախկինում բոլորը միշտ հիշատակում էին պատարակների ընթացքում, աղոթքների ընթացքում հիշատակում էին Արցախի ժողովուրդը։ Մեկ էլ հանկարծ պատերազմից հետո սկսեցին Արցախի անունը չհիշատակել։ Դա արդեն կասկածի տեղիք էր տվել շատ հավատացյալների, որ այս ինչ է կատարվում։ Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ էր 10 ամիս շարունակ սովի էր մատնված ըստ էության եւ պատարակի աղոթքից հետո ում համար ասես աղոթք էին անում։ Օրինակ Թեքսասում եղավ բանը ջրեղեղ, նրանց համար աղոթք արեցին, Լիբանանում ինչ որ դեպքեր եղան, նրանց համար աղոթք արեցին, բայց Արցախը չէին հիշում։ Դա իհարկե կասկածելի էր։ Հետո մենք տեսանք մեր առաջնորդին Պետրոս Ղազարյանի մոտ։ Մենք տեսանք, որ Լիլիթ Մակունցն է շատ հաճախ այդպես կապի դուրս գալիս իր հետ եւ այցելություններ տեղի ունենում փոխադարձ։ Հետո մենք հասկացանք, որ այսպես ասած ոչ հոգեվորական շրջապատում, իր մտերիմ շրջապատում կան մարդիկ, որոնք ակնհայտ հակակաթողիկոսական ինչ որ գործողություններ են կամ Նիկոլապաշտ այդպես գործողություններ են անում։ Մի խոսքով այդ քայլերը բերեցին եւ ի վերջո դա պայթեց այն ժամանակ, երբ որ մենք տեսանք, որ իր անունը եւ ստորագրությունը դրված է այդ իրադավների ցուցակի առաջին համարում։ Եվ հետաքրքիր էր, փաստորեն ես հիմա հասկացա քո վերլուծությունից, որ ազդեցություն է ունեցել համայնքը, որ նրա այո, այսինքն նա այդ ազդեցության տակ էր, որ գնաց, մասնակցեց եպիսկոպոսատ ժողովին եւ ժողովում հնչեց շատ կարեւոր հայտարարություն, որտեղ հստակ քննադատվում է այս իշխանության քայլերը եւ եպիսկոպոսները բոլորը այդ հայտարարությամբ կանգնեցին եկեղեցու թիկունքին, կանգնեցին վեհափարի թիկունքին 150 աստիճանով փոխվեց, հա, Հովնան Սրբազան։ Ես մի քիչ չեմ համարձակվի ասել, թե նա փոխվել է, շատերը նույնիսկ կասկածում են, ասում են նա փոխվողը չի, մարդը, որը մեկ անգամ դավաճանել է, միշտ կդավաճանի, բայց ամեն դեպքում չեմ էլ ուզում բացառել դա, որովհետև Հովնան arczepiskopos Տերտերյանը, ես իրեն Սրբազան չեմ ասում այն պահից, ինչ սկսել է Նիկոլ Փաշինյանի տեքստերի տակ ստորագրել, եւ առայժմ չի էլ հրաժարվել, օրինակ չի էլ ասել, որ օրինակ ստորագրությունս հետ եմ կանչում, դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի ուրեմն այդ քայլերը, իդեպ որևիցե մեկ անգամ դատապարտված սրբազանների համար խոսք չի ասվել մեր եկեղեցում իր կողմից եւ մյուսների կողմից եւս, եւ գիտեմ, որ նաեւ իր շրջապատում դարձյալ այդ մարդիկ հակաքարոզչություն են տանում հենց նույն սրբազանների դեմ եւ հակառակը այդ մարդիկ քարոզչություն են տանում տիրադավների օգտին։ Այսինքն իմ տպավորությունն այն է, որ Հովնան Տերտերյանը հասկանալով, որ նժարը ուր է թեքվում, ինքը փորձեց, այսպես ասենք, իրեն ապահովագրել կարգալույս լինելուց։ Որոշակի ժամանակ ձգելու համար, դա իմ տպավորությունն է, միգուցե դա ասված ես սխալվեմ, ժամանակ ձգելու մինչև տեսնենք, թե ինչ է լինում։ Եվ եթե տեսել եք, Նիկոլ Փաշինյանն էլ այդպես ընդհատակ է անցել, այդ հարցում այդքան ակտիվություն չկա, իմ կարծիքով մի քանի հանգամանք, ոչ միայն եկեղեցական, ուրեմն խորհրդի այդ հայտարարություններ, եպիսկոպոսատ ժողովի, այլ նաև իմ տպավորությամբ այնտեղ մեծ դեր է ունեցել նաև J.D. Vance-ի այցը, ճիշտ է, ինքը այդ թեմայով խոսակցություն չունեցավ, բայց գիտենք, որ Սփյուռքը բավականին մեծ ճնշում գործադրեց իր վրա, համոզված եմ իրեն հասել են այն բազմաթիվ նամակները, որոնք պատմում են, թե ինչ է կատարվում իրականում Հայաստանում, կարծում եմ այդ ամենը իր վրա ազդեցություն ունեցել, դրա համար Նիկոլ Փաշինյանը այսպես ասած time out է վերցրել եւ այդ time out է վերցրել նաեւ Հովնան Տերտերյանը,
Իսկ նա գնացել էր համաձայն եմ նաև կան կարծիքներ, որ գնացել էր իմանալու թե այնտեղ ինչ տրամադրություններ են, Ահա, որպեսզի հետո փոխանցի եւ վերջերս այստեղ էին Նիկոլ Փաշինյանի թիմի կարկառուն 2-3 ներկայացուցիչներ, ճիշտ է, այդպես հանրային հայտնի փաստ չկա, որ նրանք Հովնան Տերտերյանի հետ հանդիպել են, բայց չեմ բացառում, որ հենց ում այդ մասին է նպատակով խոսքը, էլ եկել են։ Արթուր։ Արայիկ Հարությունյան եւ Լիլիթ Մակունց Հա, այստեղ են Լոս Անջելեսում փակ հանդիպումներ էին անցկացնում, ընդ որում հմ, փակ այդպես ասած որոշ այդպես գործարարների եւ որոշ նիկոլականների հետ հմ։ փակ հանդիպումների մեջ են եղել։ Հա, նախընտրական փուլ է։ Իդեպ ինձ հետ Այո, հարցազրույցում մեկ ամիս առաջ Տեր Սերոփը հենց այդ միտքը ասաց, որ ես վախենամ, որ նա գնալու է այնտեղ մասնակցի, դեռ եպիսկոպոսատ ժողովը տեղի չէր ունեցել։ Ինքը ասում էր, որ Տերտերյանը գնալու է, բայց գնալու է մասնակցի, որպեսզի տեղեկանա, թե ներսում ինչ է կատարվում։ Այսպիսի տխուր խոսակցություն եւ գիտես, ես կարծում եմ նաև շատ ուրախ եմ, որ մեր հայրենակիցների, մեր համայնքի դերը եղել է դրանում Տերտերյանի քայլերի առումով, այսպես հիմա դրանք ծածուկ են դարձել, հա, երևի թե, բայց կարծում եմ այդ ընթացքում շատ կարևոր դեր ունեցան այն տարբեր միջոցառումները, քննարկումները, որ կազմակերպվում էին տարբեր երկրներում, նաև մեր համայնքը ակտիվ մասնակցում էր եւ հերակա այսպես Zoom-ով լսել եմ նաև Բրատիսլավայում տեղի ունեցավ մի քննարկում, որտեղ Զատուրիններ մասնակցում, Ամստերդամներ, հայտնի շատ մարդիկ էին, տարբեր ազգերի ներկայացուցիչներ եւ հետո Վաշինգտոնում տեղի ունեցավ նման մի հավաք միջ եկեղեցական, եթե ես չեմ սխալվում, անունը հիմա այդպես ձևակերպումով չեմ կարող ասել, բայց մեկը մյուսին հաջորդեցին, որտեղ բոլորը կոչ էին անում Նիկոլ Փաշինյանին, եթե այսպես ասեմ, ձեռքերը հեռու պահել հայ եկեղեցուց, որոշ այո, այո։ կարծում եմ դա եւս իր ազդեցությունն ունեցավ, բայց մենք պետք է շատ զգոն լինենք, չմտածենք, որ Տերտերյանները եւ մյուս, ասենք, իդեպ թվով պակասել են 11-ից, արդեն 8 են դարձել տիրադավերը, կամաց դա Աստված հասկանա եւ հետ քայլ անեն, բայց պետք է շատ զգոն լինենք, Արթուր։ Ես հիմա կուզեմ անդրադառնալ հետեւյալին, ինձ անհանգստացրեց այն միտքը, որ ասեցիք ժողովուրդը մեր անտեղյակ է, մի մասը անտարբեր է, հա, շատ հայաստանյան բնորոշ իրավիճակ է, այստեղ մենք ներսում անգամ մեր ժողովուրդը շատ բաների տեղյակ չի լինում, երբ որ ամբողջ լրատվամիջոցներն աշխատում են տվյալ նյութերը տարածելու, բայց գուցե պետք է մտածեք Սփյուռքում տարբեր ինչ որ կանալներով այդ ոնց է որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է ինֆորմացիոն դաշտը փաստորեն գրավել, այդ ինձ մտահոգեց։ Հիմա ես կուզեմ անդրադառնալ Սոցիալական ցանցերն են Արմինե ջան, սոցիալական հա, հեռուստատեսությունները հիմնականում նայում են հայկական հեռուստատեսությունները, հիմնականում նայում են տարեց մարդիկ, որոնք տանն են, իրենք միացնում են հեռուստացույց, հայկական ալիքներ են նայում, հատկապես երիտասարդությունը ավելի այդպես սոցիալական ցանցերով, հեռախոսներով, հմ, պատկերացրեք նույնիսկ Հայաստանում է այդպիսի իրավիճակ, բայց եթե դուք այստեղ լինեք, կյանքը շատ արագ է, մարդիկ ասենք առավոտից երեկո տարբեր գործերի մեջ են, հա, աշխատանք, բիզնես եւ այլն, հասկանալի է։ եւ իրենց նույնիսկ ժամանակը չերիքում, որպեսզի հետևեն լրահոսին, թե ինչ է կատարվում ընդհանրապես նախ Ամերիկայում, որտեղ իրենք այստեղ են ապրում, չէ՞։ Հմ, Եվ հետո Հայաստանում, իսկ Հայաստանից եկող լուրերի ալգորիթմները այնպես են սարքած, որտեղ փող են ծախսում դրա վրա, որ ասենք նիկոլական լուրերը շատ ավելի առաջ են մղում, տարածվում քան ասենք իրականությունը արտացոլող։ Դրա է։ մասին է խոսքը եւ կարծում եմ մեր ընդդիմությունը այդ մասին պետք է մտածի։ Հա, շնորհակալ եմ, կարևոր բան ասեցիք, Արթուր։ Արթուր ջան, ուզում եմ անդրադառնալ հիմա հետևյալին Սփյուռք Հայաստան, հա, այս հարաբերությունների իրավիճակն եմ ուզում մի հատ քննենք միասին, հետևյալ դիտարկումով եմ ուզում սկսել։ Տարիներ առաջ էր, եթե ես չեմ սխալվի, երևի 20 տարի կլինի, Էրդողանի երազանքն ու նպատակն էր Սփյուռքը Հայաստանից կտրելը։ Հիմա այդ մեր Այո, եռամյանցությունը, ինչով հպարտանում ենք Արցախ, Հայաստան, Սփյուռք, իրենք մի թևը պոկեցին։ Արցախը հայաթափված է։ Հիմա Հայաստան Սփյուռք, ես նույնիսկ տարիներ առաջ հոդվածներ եմ գրել այդ ուղղությամբ, թե ինչ հսկայական գումարներ են հոսում Թուրքիայից դեպի սփյուռքյան մեր տարբեր համայնքներ եւ ինչպես են աշխատում մեր սփյուռքյան հայտնի դեմքերի վրա պատմաբանների, հայտնի մարդկանց, քաղաքագետներին, թուք մինչեւ գումար են տալիս, որ այս կամ այն նյութը գրեն, որպեսզի մեր բնիկությանը բոլոր նյութերի նպատակը հայերին բնիկությունից կտրելն էր, այսինքն այսպիսի հոդվածների շարք էին նպատակ ունեին թուրքերը իրականացնելու։ Հիմա ես ուզում եմ արի հասկանանք, էլի, արդյոք քո կարծիքով Նիկոլ Փաշինյանը
շարունակողը չէ Էրդողանյան քաղաքականության, որովհետև Սփյուռքի հարցում իր քաղաքականությունը ինձ համար շատ խոցելի ու շատ ցավալի է։ Տպավորությունս այնպեսին է ու շատ շատերի, որ ինքը ամեն ինչ անում է Սփյուռքը հենց ինքն իր ներսում պարակտելու համար։ Դե հեշտ է, չէ՞, պարակտելը հետո հանգիստ կարող ես քո ուզած ուղղությամբ տանել։ Եվ թևերի բաժանել, այտես նիկոլական թևեր, բան, չէ, գալիս է այնտեղ ինքը մարդկանց է հանդիպում, որոնք հենց զուտ իր հայացքները կրող են, այսինքն մենք Սփյուռքի ներսում էլ ենք տեսնում բաժանություն, ինքը կարողացավ այդ սև ու սպիտակը, հիմա կխնդրեմ այդ ասես, կարողացել է սևի ու սպիտակի բաժանել նախ Սփյուռքը ներսում եւ հետո կարողացել է հասնել նրան, որ Սփյուռք Հայաստան վստահության մեջ այսպես մեղ խրել, այսպես ասեմ, հա։ Շատ ճիշտ նկատեցիք, Արմինե ջան։ Ուրեմն նախկինում էլ իրավիճակը այդքան լավ չէր, ես ձեզ ասեմ, բայց տարբերությունն էլ ասեմ։ Նախկինում էլ ասենք մենք միշտ ես ինքս հաղորդումներ էի վարում այստեղ եւ միշտ խոսել եմ այդ մասին, որ Սփյուռքի դերը պետք է մեծացնել։ Ուրեմն քարոզչական պատերազմում Թուրքիայի եւ Ադրբեջանի մեր դեմ ուղղված քարոզչական պատերազմում մեր ջանքերը պետք է համադրել դեռևս 18 թվականից առաջ։ Միշտ խոսել եմ ես դրա մասին։ Այն ժամանակ էլ կային խնդիրներ, բայց այն ժամանակ գոնե Հայաստանի Հանրապետությունը չէր խանգարում, հասկանում եք, չէր բավարար աջակցություն չէր ցուցաբերում օրինակ Սփյուռքին Հայաստանի գործերի մեջ ներգրավելու առումով, քարոզչական պատերազմում միասնական գործելու առումով, բայց գոնե Սփյուռքի դեմ չէր պայքարում։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի գործերը ավելի հեշտացել են, որովհետեւ այն ինչ իրենք էին անում փողով նախկինում, հիմա Նիկոլ Փաշինյանը անվճար թուրքերի եւ ադրբեջանցիների համար անում է իր կառույցների միջոցով։ Ինչ է արել։ Նույնիսկ ասենք կուսակցություններն են բաժանվել, հասկանում եք, այդ Նիկոլի մոտ այդ լավ է ստացվում, ասենք բաժանիր որ տիրես, քաոս, ատելություն, միմյանց նկատմամբ թշնամանք, դա շատ լավ ստացվում է, այլ եկեղեցին է ուզում այդպես անել։ Այսինքն այն ֆունկցիաները, որ իրականացնում են թուրքական լոբիստները, հիմա Նիկոլ Փաշինյանը վերցրել է իր վրա։ Եվ փայլուն իրականացնում է, այսինքն փայլուն ասված է ինչ իմաստով Սփյուռքը կտրել Հայաստանից, այսինքն փողերը տվեք, բայց չխառնվեք այդ քաղաքականության շրջանում, բայց ես չէի ասի, թե ինքը հաջողության հասնում է հիմա, որովհետև մարդիկ հասկացան, թե ինչ է կատարվում, եւ այն փաստը, որ իրենք գալիս են Սփյուռք, այստեղ օրինակ ամենամեծ կենտրոնացած Սփյուռքն է, չէ՞, Լոս Անջելեսի համայնքը մոտ տարբեր գնահատականներով 1.5 միլիոն միայն այս տարածքում է ապրում։ Իրենք չեն համարձակվում բաց հանդիպումներ անցկացնել։ Ուղղակի չեն համարձակվում։ Իրենք գաղտնի չհայտարարված, փակ, այդպես իրենց մարդկանցով հավաքվում են, հետո նկարում ցույց են տալիս, թե տեսեք հանդիպեցինք հայկական Սփյուռքի ներկայացուցիչների դեմ։ Մեկ անգամ Զարե Սինանյանը փորձեց կիսաբաց, այսինքն կիսաբաց հանդիպում անել այն իմաստով, որ հայտարարված էր, բայց այնպիսի տեղ էին տարել հանդիպումը, որ հայեր քիչ լինեն։ Ոչ հայաշատ շրջանում, բայց տապալվեց, պարզվեց, որ այնտեղ միայն այդ ռեստորանի աշխատողները եւ պլյուս մի քանի հոգի էին եկել Զարե Սինանյանին լսելու, մնացածը եկել էին իրեն ուրեմն իր դեմ վերաբերմունք արտահայտելու եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Ուզում եմ ասել այսօր տեսեք հիմա Էփստինի այդ Ջեֆրի Էփշտինի այդ ֆայլերը, որ հիմա ուրեմն հրապարակվում են, այնտեղ պարզվում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նույնիսկ այդ պեդոֆիլին եւ իր շրջապատին են օգտագործել, որպեսզի հայկական լոբիստների դեմ աշխատեն։ Հիմա շատ ինֆորմացիաներ է դուրս գալիս, որ թե ինչպես են թուրքական ու ադրբեջանական լոբիստները, ինչքան գումարներ են ծախսել եւ այլն հայկական Սփյուռքը պարակտելու, տարանջատելու համար, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ նույն գործը անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ինչ տարբերություն, չկա այդպիսի տարբերություն։ Այո, Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ անել, ուրեմն այն ինչ որ թուրքերը հայ ժողովրդին զրկել իր ինքնությունից, իր հիշողությունից եւ այլն, մտցնել այն գաղափարը, որ գիտեք ինչ, մենք պետք է մոռանանք անցյալը եւ այլն, որպեսզի չմեռնենք։ Վերջերս կարծեմ հմեկով էր այդպիսի Ժիրայր Լիպարիտյանն էր ասում, չէ, որ մենք պետք է մեր ինքնությունը մոռանանք, որ չմեռնենք, չզոհվենք։ Այդ նույն գաղափարն են մտցնում ու թուրքերի հետ բարեկամություն եւ եղբայրություն եւ այս միտքն են քարոզում։ Մի բան էլ ասեմ, Արմենե ջան,
վերջերս հայտնի դարձավ, որ ուրեմն Լոս Անջելես Երևան ուղիղ չվերթ է նախատեսվում եւ դա իրականացնել է թուրքական ավիաընկերությունը, թուրքական Turkish Airlines այդ ընկերությունն է անելու։ Տեսեք այդ խոսակցությունները եւ կարեւորությունը Երևան Լոս Անջելես Երևան այդ չվերթի տասնյակ տարիներ շարունակվել են։ Տարբեր հյուպատոսներ, դեսպաններ այդ հարցով զբաղվել են, բայց ընկերությունները ասել են սովորաբար, որ որպես կոմերցիոն գործարք իրենց ձեռնտու չէ, որովհետև այդքան պահանջարկ չկա, այսինքն եթե այդպիսի չվերթ լինի, ուղիղ չվերթ, գոնե ասենք 2 օրը մեկ պետք է իրականացվի, որ ֆինանսապես ձեռնտու լինի այդ ընկերությանը։ Հիմա Թուրքիան դա անելու է քաղաքական որոշման շնորհիվ։ Սա եւս այդ քայլերի շրջանակն է, այսինքն այս Լոս Անջելեսի հայ համայնքին համոզել են, որ տեսեք ինչքան լավն են թուրքերը։ Ուզում եմ ասել շատ մեծ աշխատանք է տարվում եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից անցյալը մոռանալու, ինքնությունը մոռանալու այն գծի մասին ինչ որ արվում է Հայաստանում։ Այո, Արթուր, միանշանակ եւ բացահայտ է այլևս, որ սա այն ընտրություններին ենք հիմա մենք ընթառաջ գնալու, որտեղ հստակ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի տեխնացուն է։ Եվ սա միանշանակ ես չեմ կասկածում։ Միանշանակ։ Եթե Թուրքիայից հնչում է արտգործնախարարի շուրթերով, որ պատրաստ են պաշտպանել եւ պաշտպանելու են նրա վերընտրությանը, նույնը նաեւ Ադրբեջանից ենք լսում, այստեղ ուրիշ կարծիք լինել չի կարող։ Եվ ես մի բան ասեմ, տեսեք Նիկոլները այո, ինչ են քարոզում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանն, այլ նաեւ ՔՊ-ականները։ Ասում են, որ մեզ չընտրեք, պատերազմ կլինի, չէ՞, այդ թեզն են, չէ՞, առաջ տանում։ Այսինքն ինչ է լինի, պատերազմ կլինի, արհեստական բանականություն էլ չի լինի։ Արթուր Զավեշտին է հասել, հա, բայց այդ իսկապես կատակ չեմ անում, նախարար ինչ էր, Պապոյանն էր ասում։ Աբսուրդ է։ Բայց դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ օրինակ Թուրքիայի հետ իրենք կամ ադրբեջանցիների հետ պայմանավորվել են, եթե մեզ չընտրեն, հարձակվեք Հայաստանի վրա։ Հա, դա վաղուց կա։ Ու իրենք ուղիղ ներխուժում են, այսինքն դա անմիջական, ուրեմն նշանակում է խառնվել ուրիշ երկրի գործերին։ Դա դրանից ավելի վառ ապացույց, այսինքն ԹՔՊ-ականները իրենց խոստովանում են, որ իրենք ղեկավարվում են դրսից, ուրեմն դրսից հովանավորներ, ընդ որում թշնամական երկրներից, եւ եթե իրենք չընտրվեն, ուրեմն գալու են հարձակվեն ու փոխեն, ով էլ ընտրվի, այսինքն ինչ է դա նշանակում, որ իրենք խոստովանում են իրենց թե ովքեր են իրենց տերերը։ Այո։ Եվ այսքանից հետո եթե մեր ժողովուրդը չի հասկանալու, գնալու է իրենց ընտրի, ինչ ասեմ։ Ուրեմն մենք արժանի ենք դրան։ Գիտես, չէ, ես այդպես չեմ մտածում, որ արժանի եք, որովհետև մտածում եմ միշտ հաճախ եմ այդ միտքը ասում, որ դասարանում ծույլեր լինում են, չէ, բաց սովորող աշակերտներ։ Հիմա ես այդ մարդիկ, ովքեր 8 տարի չեն համոզվել այսքան ցավից ու ողբերգությունից հետո ով է Նիկոլ Փաշինյանը, ուրեմն իրենք մեր այդ դասարանի ծույլ երեխեքն են, որոնք չեն հասցրել ընկալել, բայց մենք ունենք, չէ, գերազանցիկներ։ Վստահ եմ այդ գերազանցիկներով լավ սովորող առաջադեմ մեր այդ հանրույթով կամ այդ գիտակից, այսպես ասեմ, քաղաքական լեզվով ասած գիտակից հասարակությամբ եւ ազգային ուժերով հնարավոր կլինի հասնել այն ամենին, ինչին 8 տարի մենք չենք հասել։ Հիմա արդյոք շատ բարդ իրավիճակում մենք առաջին հերթին լրագրողներս պետք է հասցնենք մեր ժողովրդի թե Սփյուռքում, թե Հայաստանում ուղեղին պիտի հասցնենք այն կարևորը, թե ինչու չի կարելի ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Եթե հունիսի 7-ին ընտրեցիք, հունիսի 8-ին ինչ կկատարվի։ Սահմանադրություն կփոխվի, մեր ինքնությունը կհարված 300,000 ադրբեջանցիներ կլցվեն Հայաստան, ուղղակի մինչև Երևան կգան, ես չգիտեմ ինչեր կկատարվի, Արթուր, սա ոչ թե վատատեսություն է, ես որ ասում, նրանք ամեն ինչ դա ծրագիր է։ Ծրագիր է, այո, ամբողջությամբ Հայաստանը կվերանա ուղղակի, սա պիտի հասկանա ամեն հայ, բայց իրենք դրոշակ են սարքում, սա խաղաղություն է լինելու։ Եվ ես մարդկանց հետ որ խոսում եմ, ասում են դե ինչ արած ստիպված Նիկոլին պիտի ընտրենք, որ խաղաղությունը չսասանվի։ Այ դու ճիշտ ես ասում, որ իրենք կարող է մի հատ սցենար էսպես բեմադրեն, եթե հանկարծ ինքը չի ընտրվում, ինչ որ որոշակի պատերազմական կարող է ինչ որ գործողություններ փորձի անի Ադրբեջանը, բայց եթե հայը լինի միասնական, վստահ եմ դա էլ կկանխվի։ Արմեն ջան, կներես ընդհատեմ, դա նույնն է, եթե մեկին ասես, գիտես ինչ, եթե դու շարունակես գնալ քո ծնողների, պապերի գերեզմանին, սոված ես մնալու, ուրեմն դու չգնաս։ Կամ ասենք գալու են գրավենք դա, չգնաս սրանից հետո։ Եթե մարդը ուրեմն
ընդունակ է ուրանալ իր պապերի գերեզմանը, ուրեմն նույն բանն է նշանակում, էլի։ Իհարկե։ Հիմա ինչ են մեր խոսալը իհարկե շատ կարևոր է եւ նաեւ քաղաքական գործիչների մեր եթերներում եւ պետք է շատ արվի, բայց դա բավարար չէ, Արմեն ջան։ Ես կարծում եմ, որ ընդդիմություն այս 3 ամիսների 24 ժամ 7 օր ռեժիմով պետք է աշխատի ժողովրդի հետ ուղիղ գնալով, տներով, թաղերով, փողոցներով, բակերով, անմիջական խոսակցություններով։ Ես 6 ամիս առաջ Հայաստանում էի եւ տարբեր տեղեր գնացինք, զրուցում էի անընդհատ մարդկանց հետ։ Գիտեք ինչ են ասում են, դե սրանք գոնե բան են արել, ամեն ինչա, ասֆալտ են արել։ Բայց երբ որ դու պատմում ես, թե այդ ասֆալտը որտեղից են արել, ինչ ռիսկեր կա, որ ով է արել, ինչքան փող կա, այստեղ կոռուպցիոն ինչ ռիսկեր կան, հետո որ դու այդ ամեն ինչի փողը դու ես մուծելու, իրենք նոր հասկանում են։ Ասում ոնց եմ ես մուծելու, ասում պետական պարտքը 8 միլիարդ դոլարով է մուծելու, օրական 3 միլիոն դոլար քո իշխանությունը ավելացնում է պարտքը, օրական 3 միլիոն դոլար։ Տեսեք, տարին 1 միլիարդ չէ մոտարապես։ Դա նշանակում է օրը մոտարապես 3 միլիոն դոլար։ Եվ այդ պարտքը դու ես մուծելու, ասում ոնց ես չունեմ ոչ մի բան մուծելու, գույքը արկտեն բարձրացնելու, հետո մի հատ տեսախցիկ են դնելու քո փողոցի վրա, որ մի քիչ արագ քշես, մուծվես։ Ձևերը կգտնեն, հաստատ պետությունը ձևերը կգտնի, որպեսզի քեզ այնքան տուգանի, որ դու ինքը կարողանա այդ պարտքերը տալ, բայց ինքը օգտվել է։ Այդ նույն կոնտրակտները, որ շինարարություն է գնում, տեսեք շինարարություն է գնում, բայց այդ շինարարությունը դատարկ է։ Ինչու՞։ Ուզում եմ գալ քո նախաբանին այդ խոսքի, որն է պլանը ի վերջո։ Պլանը այն է, որ հայերը շարունակում են դուրս գալ Հայաստանից եւ փոխարենը գալիս են այլ ազգեր, այդ 300,000-ը Ադրբեջանը շարունակում է պնդել եւ դա իր համար ծրագիր է, դրանք ամեն ինչ անելու են դա իրագործելու համար, թուրքերն են գալու, առնեն այդ շենքեր, տներ եւ այլն, բերելու են լցնեն։ Ուղղակի լինելու է հայերը լինելու են Հայաստանում փոքրամասնություն, ասենք մի 30%, այսինքն Հայաստան փոքրամասնություն հայերով, դա ինչ է նշանակում, որ հայերը ոչինչ չեն որոշելու։ Իսկ 300,000, նույնիսկ 30,000 ադրբեջանական համայնքը Հայաստան, դա գիտեք ինչա, դա թավշյա դա է թավշյա հեղափոխությունը։ Իրենք կարող են եղանակ փոխել ցանկացած պայ։ Պատկերացնում ես, քո երեխան քայլում է փողոցում ու մի հատ ադրբեջանցի իրան լկտի է պահում։ Ինչ ա լինելու կոնֆլիկտ, չէ՞։ Ու Նիկոլի իշխանությունը գալու է քեզ բռնի, որտեվ ասելու է դա դու պատերազմ ես բերում մեր գլխին։ Խաղաղությանը վնաս ես տալի, քեզ պիտի անեն բերդ, ոչ թե լկտի պահած ադրբեջանցուն։ Դուք պատկերացրեք, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է պատկերացնի, որ իր կողքի հարևանը լինելու է ադրբեջանցի կամ թուրք։ Ընդ որում դրանք պարապած մարդիկ են լինելու, դեպս հասարակ քաղաքացի չեն, նրանք պարապած, պատրաստված եւ հատուկ քաղաքական նպատակներով, դիվերսիոն նպատակներով ուղարկվելու են Հայաստան։ Դա Հայաստանը ներսից գրավելու, այսինքն սա Հայաստանի գրավման երկրորդ փուլն է լինելու ներսից, այդպես փափուկ ուժի միջոցով Հայաստանը գրավելու, ուրեմն իսկ Թուրքիան փող չի խնայելու, որպեսզի հայկական բիզնեսները առնի, ի վերջո ունենալու ենք պատկեր, որ ովքեր կարող են Հայաստանից դուրս են գալու, մնալու են միայն այն հայերը, որոնք ոչ մի տարբերակ չունեն գնալու, ու նրանք աշխատելու են թուրքերի համար եւ ենթարկվելու են, ասենք, ադրբեջանցիների կամարանքին, արհամարանքին եւ այլ հետևանքների։ Ես ուզում եի հենց երբ ասեցիր թավշյա հեղափոխություն, ես ուզում եի ասել թավշյա ցեղասպանություն։ Մենք ներսում կենթարկվենք ցեղասպանության բառի բուն իմաստով, այո, կգան, կթալանեն, կբռնաբարեն եւ հանցագործություններ կանեն, սպանություններ ու վրա երթեր, սա պիտի գիտակցի մեր ժողովուրդը։ Ուղղակի ցեղասպանություն է լինելու եւ ոչ ոք դրան չի արձագանքելու, որովհետեւ դա պաշտպանվելու է Հայաստանի իշխանությունների կողմից։ Ահա թե ինչու չի կարելի Նիկոլ Փաշինյանին ընտրել եւ որպես արդեն ամփոփում մեր եթերաժամանակի բավական երկար խոսեցինք, շատ հետաքրքիր էր, արդեն իսկ չեմ ուզում ամփոփել, այն հույսով, որ դեռ շարունակելու ենք, էլի հարցազրույցներ կունենանք։ Արթուր, լավ, հիմա ինչ անենք, հերվից ինչ ես տեսնում, քաղաքական ուժերի մեր այս դասավորումները, ինչ են քեզ հուշում, հույսեր կան, որովհետեւ հիմա օրինակ այսօր տեղի ունեցավ հանրապետական կուսակցություններ առանձին քննարկում անում, որ անպայման
impeachment պետք է, ընդհանրապես ՀՀԿ-ն impeachment-ի կողմնակիցն է, փողոց դուրս գալ եւ այլն, ասում է ընտրություններով անհնար է այս իշխանությանը հաղթել, ինքը այդ գծի կողմնակիցն է, ինչ կարծիք ես դու, իսկապես հնարավոր կլինի ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն փոխել, որը երբեք չի եղել, անկեղծ ասած, բացի 91 թվականին դա այլ խոսակցություն է, բայց Այս պարագայում ես կուզեմ քո կարծիքը այդ առումով եւ միանգամից նաեւ հարցս տամ Սփյուռքում մենք ունենք լիքը մեր հայրենակիցներն ապրում են ովքեր երկքաղաքացիություն ունեն կամ ուղղակի ժամանակավոր գնացել են մեր հայրենակիցներ են մեր քաղաքացիներ են Հայաստանի կուզեմ որ միասին կոչ անենք իրենց այդ օրը անպայման գալ Կոչի Հայաստան մասին խնդրում եմ չմոռանանք վերջում հիշենք բայց մինչեւ կոչը հասնելը քաղաքական դաշտում ինչ եմ տեսնում Ուրեմն նախ impeachment-ից սկսեմ դրան երբեք չեմ հավատացել, չեմ հավատում, ավելին կարծում եմ, որ դա սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը, որովհետև 8 ձայն ունեցող խմբակցություն ուզում է impeachment անել, դա ծիծաղելի էլ չէ, չգիտեմ ինչի համար են դա առաջ տանում։ Երկրորդ, ընտրություններով տեսնում եմ, ճիշտ է, իշխանությունը լպիրշ է պահում իրեն, բիրտ է եւ պետք է սпасել ամեն տեսակի քայլերի, կեղծիքների, ուժի եւ այլն, բայց շանսեր տեսնում եմ, որովհետև այսօր կա այդպիսի ուժ, կան այդպիսի մի քանի ուժեր, բևեռներ, որոնք իսկապես տրամադրված են գնալ եւ հաղթելու, նկատի ունեմ Սամվել Կարապետյանի բլոկը, Հայաստան դաշինքը եւ Արման Թաթոյանի առայժմ գոնե 3 այդպիսի խոշոր բլոկներ տեսնում եմ, ընդ որում տարբեր գաղափարական դաշտերում ուրեմն խաղացող եւ միայն այդ բլոկների ձևավորումը բնականաբար բավարար չէ, պետք է շատ քրտնաջան աշխատել, ինչպես արդեն ասացի, գիշեր ցերեկ պետք է գնալ մարդկանց համոզել, բացատրել, որ իրենց ձայնը, իրենց քվեն շատ էական է։ Ինչու՞։ Որովհետև որքան էլ իշխանությունը փորձի բիրտ ուժ կիրառել, որ նույնիսկ լցոնումներ անել, կեղծել, կեղծ ցուցակներ, կեղծ մարդիկ եւ այլն, հնարավոր է, եթե բարձր մասնակցություն լինի ընտրություններում հնարավոր է հաղթել։ Նույն բանը տեղի էր ունենում այստեղ Միացյալ Նահանգներում 24 թվականին 25 թվականի ներողությունը 24 թվականի ընտրություններում Թրամփի վերջին ընտրություններում դեմոկրատները եւս նույն իշխանությունը, նույն գաղափարախոսությունը ինչ որ Նիկոլին, այսինքն այդ նույն կեղծիքները, նույն խոսքի ազատության սահմանափակումները, նույն ճնշումները, նույն լծակները, օլիգարխներ եւ այլն կիրառեցին, բայց այսպեսի մի կարգախոս կար too big to rig, այսինքն եթե տարբերությունը ձայների այնքան մեծ լինի, որ այդ կեղծիքները չկարողանան ազդել, փոխել ընտրությունների արդյունքները, հնարավոր է հաղթել։ Այսպես ասեմ, ավելի պարզ ասեմ, եթե 70-80% մասնակցություն լինի, այդ դեպքում իշխանությունը որևէ շանս չունի։ Եթե լինի 50%, ապա իր կեղծիքները, իր ուժը, իր ճնշումները կունենան արդյունք։ Այսինքն ցավոք կործանարար հետևանք կունենան։ Ուղղակի մարդկանց պետք է ակտիվացնել, հասկացնել, որ իրենց ձայնը կարևոր է, իրենց ընդհանրապես գնացեք եւ քվեարկեք։ Կարևոր չի ում ուզում։ Լավ, այն ժամանակ նախքին ներկա եւ այլն այս սրա մեջ եք ընտրում, դրա համար չեք գնում, հիմա ունեք տարբերակներ, գնացեք ընտրեք։ Այս մի ուժին չեք հավանում, մյուսին ընտրեք, այն մյուսին ընտրեք, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։ Եվ նաեւ մի բան տեսա այդ այսպես կոչված բոլորին դեմ եմ։ Ես չգիտեմ ովքեր են այդ մարդիկ, բայց իրանք պետք է հասկանան, որ իրենք ծառայում են Նիկոլ Փաշինյանի շահերին։ Ձայների գողացում, փոշիացում է իրականում, բայց որը ունենալու է կործանարար հետևանքներ մեր երկրի համար։ Եթե այդ մարդիկ իսկապես հայրենակցել մարդիկ են, պետք է հրաժարվեն այսպես բոլորին դեմից, ինչ է նշանակում բոլորին դեմ են, բա ում ես կողմ։ Անհասկանալի է, այսինքն պարզ է, ծառայել, բոլորին դեմ են, դա կուսակցություն է, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Այո, ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Այսօր պետք է Նիկոլ Փաշինյանի ստրատեգիան հետևյալն է. վախեցնել ժողովրդին, հիասթափեցնել ժողովրդին, սերմանել տրամադրություններ, որ ոչինչ միևնույն է չի փոխվելու, տեսեք Նիկոլին ընդունում է Թրամփը, Նիկոլին Էրդողանը, Ալիևը իր թիկունքում կանգնած են, Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ, բոլորի հետ ունի, օլիգարխները իր ձեռի տակ են, ոչինչ չի փոխվելու։ Իրականում այդպես չի, ձեր քվեն կարող է փոխել այդ իրավիճակը եւ հաջորդ անգամ Թրամփի հետ կհանդիպի այն անձը, ում որ դուք ընտրեք։ Ուրեմն այդ մտածողությունն է պետք սերմանել մեր հասարակության մեջ
եւ դրա համար պետք է մարդը գնա եւ քվեարկի ու ինքը կորցնելու բան չունի, ոչ վախենալու ունի, ոչ մեկ չի իմանալու թե դու ում քվեարկեցիր, գնա եւ քվեարկիր, եթե իսկապես ուզում ես որ Հայաստանը չդառնա Հայաստանի թուրքական հանրապետություն 30% հայերով, 70% անհասկանալի ինչ որ զանգվածներով։ Սա է եւ գալով կոչին, ճիշտ ասած վերջերս այդպիսի խոսակցություն ունեցանք եւ էլի եթերում էր ես ինքս առաջարկեցի մեր Թուրքիան կառույցներից մեկի ներկայացուցիչներին որ կարգախոս օրինենք օրինակ այս տարի Հայաստանում, չգիտեմ, մարդիկ որոնք պիտի գնան հանգստանալու թող այնպես պլանավորեն, որպեսզի դա լինի, ասենք, հունիսի 7-ի այդ ժամանակահատվածում եւ հատկապես նրանք, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, նաեւ կարող են ուրեմն քվեարկել։ Իսկ որոնք Հայաստանի քաղաքացի չեն, ամեն դեպքում, եթե լինեն նախընտրական, հետընտրական գործընթացներ, կարող են աջակցել մեր ժողովրդին։ Այնպես որ շատ լավ գաղափար է եւ կոչ եմ անում բոլորին։ Այս տարի գնացեք Հայաստան հունիսի սկզբին եւ եթե քաղաքացի եք անպայման մասնակցեք, կապ չունի ում եք ընտրում, գնացեք եւ մասնակցեք, որտեղ բարձր մասնակցությունը երաշխավորելու է որ ուրեմն այս թուրքամետ թրքածառա իշխանությունը չվերարտադրվի եւ Հայաստանը չտանի վերջնական կործանման։ Շնորհակալ եմ Արտուր, ես էլ միանում եմ քո կոչին, իմ հայրենակիցներին սիրով սպասում ենք հունիսի սկզբին գալ, ամսի 7-ին իր սեփական քվեարկությամբ ազատագրել մեր հայրենիքը եւ ամսի 8-ին վայելել նոր անկախ Հայաստանի ուժեղ Հայաստանի գոյությունը, որը պետք է հասնենք բոլորս միասին։ Հակառակ դեպքում, ինչպես դու ասացիր, եւ դա ամբողջությամբ իրատեսական է, ողբերգական ուղղակի ընթացք կարող է լինի, եթե այս իշխանությունը ՔՊ-ական թուրքամետ իշխանությունը շարունակի մնալ եւ վերարտադրվել։ Շնորհակալ եմ Արտուր, կային թեմաներ, որոնց կուզեի անդրադառնալ, բայց ժամանակը շատ արդեն երկարեց, չեմ ուզում նաև մեր հերոստատիտողի ուշադրությունը շատ այդպես համբերությունը չարաշահենք, Հաջորդ անգամ վստահ եմ, այո, որ մենք դեռ միասին կզրուցենք։ Ինձ մնում է ուղղակի վերհիշեցնել իմ հերոստատիտողներին, որ այսօր ես տեսակապով, հեռավար տարբերակով զրուցում էի իմ լավագույն գործընկերներից մեկի լրագրող Արթուր Սահակյանի հետ Լոս Անջելեսից։ Շնորհակալ եմ, լավ եղեք, շնորհակալություն հանդիպենք, ցտեսություն։